Փաստորեն սիրելի խեցգետիներ, իմացեք, որ 2025 թվականի հունիս ամսից կարող եք կարգավորել ձեր կյանքը, մեծ բնակարան կարող եք գնել, հնարավոր է ունենաք բալիկներ, ձեր սպասված բալիկին, նրանք ովքեր գտնում են 24, 36, 48, 60 տարեկան այդ շրջափուլերում կունենան հաջողություններ, ձեր տունը վերանորոգեք, բնակ տարածքը մեծացնեք եւ ի վերջո վայելեք կյանքը ձեր հայրենիքում, ձեր հարազատների երեխաների հետ։ Սիրելի առյուծներ, ձեր 12-րդ տունը Յուպիտերը խեցգետնում, ձեր գաղտնի հարաբերություններից ուշադիր եղեք, որովհետև կարող եք երեխաներ ունենալ, քանի որ Յուպիտերը բարեկեցության մոլորակը խեցգետնում, ուշադիր եղեք այդ հարաբերություններից, որովհետև ճիշտ է երեխաները աշխարհի ամենամեծ երջանկությունն են, բայց գաղտնիությունը կարող է բացահայտվել։ Գաղտնի սիրային հարաբերություններ, որոնք ուղղակի հնարավոր են բացահայտվել։ Դրա փոխարեն ավելի լավ է ձեր բարեկեցություն, ձեր տան մի անկյունում մի հատ հետաքրքիր վայր, այդպես առանձնացրեք, որտեղ դուք կհանգստանաք ձեր տան անդամներով, որտեղ կարող եք հյուրընկալել ձեր մտերիմներին, հարազատներին, որպեսզի չընկնեք խնդիրների մեջ։ Կույսերի 11-րդ տունն է, սիրելի կույսեր, հնարավոր է, որ ձեր անձնականը դասավորեք ձեր համախոհների հետ, ինչ առումով, ընկերների հետ, եթե նրանց հետ կիսում եք ձեր նախասիրությունները, ձեր ընկերը կարող է դառնալ ձեր կյանքի երկրորդ կեսը, ձեր ընկերները, համախոհները կօգնեն, որպեսզի կարգավորեք ձեր կյանքը աշխատանքային այդ բեղուն տարի հնարավոր է լինի։ Ընդգրկեք ձեր աշխատանքում ձեր հարազատներին, տան անդամներին, որոնք ձեզ կօգնեն մեծ հաջողությունների հասնեք։ Ձեր ապագա պլանները երկրի հետ կապված, ձեր տան, հայրենիքի հետ կապված հնարավոր է հաջողությամբ սակվեն։ Սիրելի կշեռքներ, ձեր 10-րդ տունն է, 10-րդ տունը դա սոցիալական բարձր դիրքն է։ Սիրելի կշեռքներ, ի վերջո հնարավոր է ամուսնանալ։ Մեծ դժվարությունների արդյունքում, գիտեմ ձեզ համար դժվար է այդ հարցը, կան ամուսնալուծություններ, ես միշտ ասում եմ 80-ից 82 թիվ, 69-ից 75 թիվ դժվարությունների առաջ է կանում, կշեռքների համար շատ կարևոր է միջանձնային հարաբերությունները, բայց նրանք չեն կարողանում գտնել իրենց կյանքի երկրորդ կեսին։ Ի վերջո 26 թվականի հունիսից մինչ 25 թվականի հունիսից մինչ 26 թվականի հունիս դուք կարող եք ձեր անձնական կյանքը դասավորել, հնարավոր է բարձր պաշտոն ստանաք կամ ձեր ամուսինը, ուղղակի ձեր տան անդամը հասարակական բարձր դիրքի հասնի եւ ապահովի ձեր բարեկեցությունը։ Սիրելի կարիճներ, ձեր 9-րդ տունը, գիտեք, հնարավոր է դուք գնաք արտերկիր։ Կարիճները արտերկրում կարող են ստանալ քաղաքացիություն, ձեր տան անդամները, որոնք երկար ժամանակ գտնվում